Այս պահի դրությամբ հանրապետությունում ապահովագրվել է 341,000 տրանսպորտային միջոց, ինչը կազմում է հաշվառված տրանսպորտային միջոցների 80%. Այսինքն իրականում մենք խոսում ենք հիմա մոտ 70,000 հաշվառված տրանսպորտային միջոցների մասին, որոնք չունեն ԱՊՊ պայմանագրեր, բայց տարբեր գնահատականներով սրանք այն տրանսպորտային միջոցներն են, որոնք ընդհանրապես կամ չեն շահագործվում, կամ սեփականատերերը Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում եւ ունեն մի շարք այլ նախապայմաններ. Ավետիսյանի խոսքով փոխհատուցում ստանալու նպատակով այսօր ապահովագրական ընկերություններին է դիմել ընդհանուր առմամբ 1700 տուժող. Մոտավորապես 170 միլիոնի արդեն կատարվել են հատուցում, ապահովագրական հատուցումներ եւ շուրջ 500 միլիոնի կա չկարգավորված պարտավորություններ, այսինքն այն գործերն են սրանք, որոնք վերաբերում են տուժողների հատուցմանը եւ գտնվում են գործընթացի գուլում. Ավետիսյանին մտահոգում է, որ ավտոպատահարից տուժած քաղաքացիները շատ անգամ չեն օգտվում իրենց իրավունքներից եւ չեն դիմում բյուրոյին. Շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ տուժողները ուղղակի գլուխ չեն դնում. Մանր վնասների դեպքում խուսափում են, մարմնական վնասվածքների դեպքում հատկապես իրենք ինքնուրույնաբար սկսում են լուծել հիվանդանոցների հետ իրենց վճարումների փոխհարաբերությունները եւ արդյունքում չեն փաստաթղթավորում այնպես, որպեսզի ապահովագրական ընկերությունը կամ բյուրոն կարողանա վճարումներ իրականացնել։ Հատկապես անձնական վնասների հետ կապված ես կխնդրեի, կհորդորեի բոլոր տրանսպորտային միջոցների սեփականատերերին, վարորդներին, ուղևորներին, ցանկացած ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստանալու դեպքում առողջության վերականգնման հետ կապված որևէ վճարումներ հիվանդանոցներում չիրականացնել։ Վճարումների համար կանխավճարային համակարգ ներդրել եւ այն, ինչը ծածկվում է ապա համակարգով, պետք է վճարվի ապահովագրական ընկերության կամ բյուրոյի կողմից։